Ողջույն, սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօրվանից ես ուզում եմ, որ եթեր դուրս գալ եւ այն ինչ որ Աստված ուզում է ձեզ հաղորդել, իր սրտի խոսքը կուզեմ փոխանցել ձեզ։ Այսօր ես ուզում եմ խոսել ներման մասին։ Ուրեմն, եթե մենք խոսում ենք Աստծո մասին, եթե մենք խոսում ենք Հիսուսի մասին, բոլորը լավ գիտեն, որ այնտեղ ներում կա, այնտեղ ներման խորհուրդը կա։ Բայց ես այսօր ուզում եմ խոսել Աստծո ներման եւ աստվածային ներման մասին, որովհետեւ մարդը ինքը ունի այդ հնարավորությունը իր մարդկային բնական միջոցներով մարդուն ներել։ Բայց ես ուզում եմ այսօր խոսել Աստծո ներման մասին։ Աստված սիրելիս գրված է, որ քեզ շատ սիրեց, այնքան շատ, որ մինչև անգամ իր միածին որդուն տվեց, որպեսզի դու որդուն Հիսուս Քրիստոսին հավատալով կյանք ունենաս, օրհնյալ կյանք, անվերջ կյանք, հավիտենական կյանք։ Եվ այդ կյանքը սկսվում է այսօրվանից, քո սրտից, քո մտքից, քո կյանքից, որովհետև դու եթե հարաբերություն չունենաս Աստծո հետ, դու չես կարող սկսել ճանաչել Աստծուն։ Դու ճանաչում ես, որ նա ներող Աստված է։ Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք չեն կարողանում հավատալ, որ Աստված իրենց ներել է։ Անոր համար ես պիտի կարդամ Աստծո խոսքից եւ պիտի խնդրեմ Աստծուն, որպեսզի ինձ լսող ամեն յուրաքանչյուր մարդ հավատքով ընդունի, որ Աստված իրեն ներել է եւ պատրաստվում է ներել իր ամբողջ կյանքում։ Դրա համար ես ձեզ կխնդրեմ, որպեսզի ձեր սրտերը բանակ եւ ուշադրությամբ լսեք, թե Աստված ինչպես է ներում ձեզ։ Նախ ասենք, որ Աստծո խոսքը սովորեցնում է, որ բոլորը մեղք գործեցին եւ բոլորն էլ Աստծո փառքից ընկան։ Ուղղակի որպես սովորություն մարդիկ ասում են, որ այո, բոլորն էլ մեղք են գործել, ու ես էլ եմ մեղք գործել։ Բայց եթե այդպես հպատսիկ խոսենք, ձեր մեղքը չի շարժվի, ներում չի ստանա։ Բայց Աստված այդ ներումի համար մի մեծ գործ արեց։ Իր որդուն ղրկեց, իր Հիսուս Քրիստոսին, որ աշխարհը ստեղծելուց առաջ հոր մոտ էր։ Այսինքն Հիսուսը հանկարծ չծնվեց մայրամից, պարզապես նա սկզբից հոր մոտ էր եւ հավիտենականության մեջ էր։ Աստված այնքան սիրեց քեզ, որ իր որդուն ուղարկեց, որպեսզի քեզ չդատի, այլ դատի իր որդուն։ Եվ Հիսուսին իր որդուն տվեց մարմին, ինչպես որ դու ունես մարմին, բայց առանց մեղքի Հիսուսը եկավ աշխարհ։ Մենք, ես եւ դու մեղքով ենք ծնվել այս աշխարհ, որովհետեւ մենք ծնվել ենք Ադամից։ Ադամական մեղքը վարակեց եւ մենք Ադամից ստացանք մեղավոր էություն։ Դրա մասին սայթում կա, կարող ես փնտրել եւ կգտնես։ Ուրեմն Աստված իր որդուն ուղարկեց առանց մեղքի, բայց Հիսուսը մարմին առավ, որ քո եւ քո իմ փոխարեն դատապարտվի խաչի վրա։ Եվ Հիսուսը վերցրեց իմ եւ քո մեղքերը իր վրա, որպեսզի Աստված քեզ ների եւ արդար լինի Աստված։ Ինչու? Որովհետեւ անարդար կլիներ, եթե ինձ եւ քեզ ներել առանց իրավաբանական օրենքների։ Իրավաբանորեն ընդհանրապես գիտենք աշխարհում, որ մարդը եթե մեղք է գործում, արդար է, որ նա պատժվի։ Համաձայն եք։ Դուք էլ չէ, երբեմն ինչ որ մեկը, երբ որ ձեր դեմ մեղք է գործում, դուք մտածում եք կամ խորհում եք, որ ասեք Աստված թող պատժի այդ մարդուն։ Այդպիսի գաղափարներ գալիս են։ Եվ դա արդար կլինի։ Նաև արդար էր, որ մենք, որ մեղք էինք գործում, եւ Աստծուց հեռու էինք, եւ գիտեք որն էր մեղքի ամենամեծ մեղքը։ Ես ձեզ զարմացնեմ, որովհետեւ ոչ ոք Աստծուն չէր փնտրում։ Ոչ ոք Աստծուն չէր փափագում։ Այդ դրա համար էլ բոլորս ալ մեղավոր էինք, որովհետեւ ոչ ոք Աստծուն չէր փնտրում։ Հիմա Աստված ուզում է քեզ ներել։ Դրա համար ողջ դատաստանը Աստված դրեց Հիսուսի վրա, որպեսզի քեզ չմեղադրի եւ քեզ չդատապարտի, որպեսզի քեզ հետ հաշտվի եւ ների քո բոլոր մեղքերը։ Հրաշալի չէ, սիրելիս։ Հրաշալի չէ, որ Աստված ուզում է ներել քեզ, որ Աստված ներում է Հիսուսով քո բոլոր մեղքերը։ Պարզապես գիտակցիր եւ մոտեցիր Աստծուն, որպեսզի Աստծո ներումը քո վրա գա
եւ այդ մեղքերի բեռը քո վրա են ինը հեռանա եւ քանդվի, որպեսզի դու առանց մեղքի ապրես, առանց դատապարտության ապրես։ Ամեն։ Հիմա ես մի կարևոր տեղից կարդամ, որպեսզի դու գիտնաս, որ ես ինքս ինձանից չեմ խոսեր, այլ գխոսիմ Աստծո խոսքի համաձայն։ Ամեն։ Ես պիտի կարդամ Պողոս Ավագյալի թղթերից մեկը, որը կոչվում է Երկրորդ Կորինթացիս 5:17, 18 կարդամ։ Եվ ամեն ինչ Աստուծմե է, որ մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով հաշտեցուց իր հետ, եւ մեզ հաշտության գործը տվավ, որովհետեւ Աստված էր, որ Քրիստոսի մեջ աշխարհը հաշտեցուց իր հետ, անոնց հանցանքները չվերագրեց նրանց։ Լսում ես, քո հանցանքը քո վրա չի դնում, այլ դարեր առաջ, 2000 տարիներ եւ ավելի, 2000-ից ավելի տարիներ առաջ, նա քո հանցանքները, որ պիտի գործես եւ գործել ես եւ պիտի գործես, դրեց իր որդու վրա, որպեսզի քեզ չմեղադրի, որ քեզ ների, առատապես ների, եւ գրված է, որ քո հանցանքները քեզ ների, եւ մեզ հանձնարարեց հաշտության պատգամը։ Ինձ եւ նրանք, որ խոսում են, հաշտեցնել են ուզում քեզ Աստծո հետ եւ ասելու, որ մի վախնար, Աստված ներող հայր է, ներող Աստված է, նա քեզ չի ուզում դատապարտել, նա քեզ չի ուզում, որ դու կյանք չունենաս, նա ուզում է, որ նա քեզ համար հրաշալի կյանք պատրաստել է, բայց դա սկսվում է հանդիպումից, հաշտությունից, որպեսզի քո մեղքերը քեզ ներվեն, որպեսզի դու այլևս մեղքերի ծանրության տակ չապրես։ Ինչու են քեզ հետ վատ բաներ կատարվում։ Դու ամեն անգամ ասում ես, ինչու հատկապես իմ հետ է պատահում այս բանը։ Ինչու աս քեշությունը, աս վատ բաները, անակնկալները, վատ անակնկալները ինձ հետ են պատահում։ Որովհետև դու չես ուզում հաշտվել Աստծո հետ, որովհետև դու չես ուզում, որ Աստված ների քո մեղքերը, որովհետև դու փախտում ես Աստծո, հեռանում ես Աստծո եւ չես ուզում Աստծո բառերը լսել եւ ականջներդ քոցում ես ասելով, որ ես գիտեմ, ես հավատում եմ Աստծուն, ես այսպես, ես այնպես, բայց դու հավատում ես, որ Աստված ներում է քեզ, գավատաս, որ Աստված ներած է քեզի եւ ուզում է, որ դու ատիկա գիտնաս եւ ընդունես, Աստծո ներումը քո վրա չի հանգչի, մինչև դու սիրտդ չփանաս եւ ասես, այո, ես ուզում եմ հաշտվել քեզ հետ։ Շատերը այսպես են ասում. ես արդեն կհավատամ Աստծուն, ես արդեն իմ ձևովս կհավատամ Աստծուն, քո ձևը չի հասնում օրը, եկոր հավատանք Աստծո խոսքի համաձայն, ամեն, կնալա դու նսես, որ ես ինչ ներեմ, որ ինչ մեղք գործել եմ, որ իմ մեղքը շատ պստիկ մեղք մնե, չէ սիրելիս, որևէ մեկը չի կարող ասել, իմս պստիկ է, մյուսը շատ է, Աստված բոլորին մեկ բանի մեջ է մեղադրում, որ դու Աստծուն չես փնտրում, Աստծո հետ հաշտվել չես ուզում, որ դու քեզ քո նման ես ուզում մնալ, մնամ ես այսպես, բայց Աստված ասում է, ցկե քո ձևը եւ եկուր, ես քեզ ուզում եմ հաշտվել քեզ հետ, ես ուզում եմ քո մեղքերը ներել, ես ուզում եմ քեզ նոր կյանք պարգևել, Քրիստոսով, հաշտության կյանքը, ամեն, ահա նա իր ասում է, ես ուզում եմ հաշտվել, եւ ինձ եւ քարոզիչներին տված է հաշտության պատգամը, արդ, ուրեմն մենք Քրիստոսի դեսպաններն ենք, ես Հիսուսի դեսպանն եմ, սիրելիս, որ խոսում եմ, ինչպես Աստված մեր միջոցով հորդորում է ձեզ, Քրիստոսի կողմեն, աղաչում ենք ձեզ, հաշտվեցեք Աստծո հետ, ամեն, Քրիստոս Սուրբ Հոգով գրել է, ասում է, աղաչում ենք, Պողոս Ավագյալը քեզ աղաչում է, ասելով հաշտվիր Աստծո հետ, ես Քրիստոսի հետ միասին, Պողոս Ավագյալին միանալով, աղաչում ենք քեզ, հաշտվեցեք Աստծո հետ, ոչ ձեր ձևով, այլ աստվածային ձևով, ամեն, վերևում ասում է, շարունակությունը, որովհետև նրան, ով չգիտեր մեղքը, 21-ի մեջ, Երկրորդ Կորինթացիս 5:21 ասում է, նրան, ով չէր գիտեր մեղքը, այսինքն Հիսուսը, անիկա մեզ համար մեղք դարձավ, վաու,
Հիսուսը մեղք դարձավ, հասկանում ես։ Մեղքը դա շոշափելի էություն է։ Նա դիվային սատանայի զորությունն է քո մեջ։ Անոր համար քո հետ միշտ վատ բաներ են կատարվում։ Որևէ հաջողություն շուտով չլար որ, որովհետև դու քո մեղքերը պահում ես քո մեջ, ասելով որ ես մեղք չունեմ, կամ իմ մեղքս քիչ է։ Աստված չի դատում քեզ մեղքի համար, Աստված ասում է եկուր, որ քեզ օրհնեմ, եկուր որ քեզ օրհնեմ եւ ներեմ քո մեղքերը, Աստված ներում է քեզ, որ մենք նրանում Քրիստոսի մեջ Աստծո արդարությունը դառնանք։ Այսինքն ներում է եւ քեզ արդարացնում, Հայրը քեզ ներում է Քրիստոսի մեջ եւ արդարացնում։ Ուրեմն ինչու չես ուզում ազատվել քո մեղքերից։ Եկուր եւ ազատվիր քո մեղքերից։ Ուրիշ մի տեղ եմ ուզում կարդալ Եբրայեցիս 8:12-ը։ Որովհետև անոնց անիրավությունները պիտի ներեմ։ Հայրն ասում է պիտի ներեմ քեզ ամեն անիրավություն եւ անոնց մեղքերն ու անօրենությունները այլևս պիտի չհիշեմ։ Սիրելիս, կան մարդիկ, որ ասում են, չէ, ես մեղք եմ գործում, ես չեմ կարող մոտենալ Աստծուն, ես չեմ կարող Հիսուսին հետևել, որտեղ մեղք եմ գործում։ Հայրը ասում է, որ եկուր, ես ուզում եմ ներել ու չհիշեմ քո մեղքերը։ Ինչու սատանան միշտ գա քո մեղքերը քեզ հիշեցնելու։ Ինչու սատանան քեզ միշտ դատապարտի, որ դու մեղք ես գործում։ Իսկ Հիսուս ասում է, ես եկա, որպեսզի փրկեմ քեզ քո մեղքերեն։ Ես եկա, որ կյանք տամ եւ ավելիով տամ։ Բայց կյանքը եւ ավելիով վերցնելու միայն Քրիստոսով Հայրը կտա։ Այսօր քարոզիչներ են բարձրացել, որոնք խոսում են Աստծո սիրո մասին, բայց Հիսուսի մասին չեն ուզում խոսել։ Սիրելիներ, Աստծո սերը մեզ հասնում է Քրիստոսով։ Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Առանց Քրիստոսի մենք կյանք չենք ունենալ։ Ինչու՞, որովհետև Քրիստոսով է Աստված մեզ ներում։ Քիչ առաջ որ կարդացի, ասում է Քրիստոս Հիսուսի մեջ ես ձեզ ներում եմ։ Բոլոր մեղքերն եմ ներում։ Որպեսզի ես ձեզ օրհնեմ, պետք է որ քո մեղքերը ներեմ։ Ամեն։ Ինչպիսի մեղք կալ որ գործածը լաս։ Ինչպես էլ որ մտածես որ քո մեղքերը աններելի են, ոչ, ներելի է։ Աստված բոլոր մեղքերն են ներում։ Ես ես մի պատմություն պատմեմ, որտեղ որ դա հին պատմություն է, բայց մենք կարդացել ենք եւ այդ ապաշխարած մարդը, ով որ ընդունել է Հիսուսին ու փրկվել, նա շատ մեծ գործեր է արել Քրիստոսի համար։ Քարոզիչը մոտենում է մոտ 150 տարի առաջ եղած է այս պատմությունը։ Այն ժամանակ 150-200 երևի։ Այն ժամանակ նավերի կռիվներ էին լինում, նավահենություն էր լինում, պատերազմներ էր լինում Ֆրանսիայի եւ Անգլիայի միջև, Եվրոպայում, տարբեր տեղերում նավաբեկություններ էին լինում, նավերի պատերազմներ։ Եվ քարոզիչը մոտենում է եւ մեկին քարոզում է Հիսուսի բարության մասին, Աստծո ներման մասին, որ Աստված ներում է, կարող ես մոտենալ Քրիստոսով Աստծուն եւ Աստված կների քեզ քո բոլոր մեղքերը։ Այդ մարդը լսում է իրեն եւ ասում. դու վստահ ես քո խոսքերի վրա, Աստված ինձ կների, այո, քեզի կների։ Ասում է դու վստահ խոսում ես, որ բոլոր մեղքերը կների, այո, ասում է բոլոր մեղքերը կների։ Ես ասում եմ չեմ հավատում այն Աստծուն, որ կարող է ինձ ներել։ Ասում է չէ, ինչ ես արել, ասում է ես շատ սարսափելի բաներ եմ արել։ Եվ ասում է չի կարող պատահի որ Աստված ինձ ների։ Չէ, ասում է կների Աստված, քեզ բոլոր մեղքերդ կների։ Ասում է լավ, եկուր եւ քեզի բան մցցնեմ։ Միասին քայլում են որոշ ժամանակ, գնում են, ճանապարհներ են կտրում եւ հասնում են մի տեղ, որտեղ գարշահոտություն է գալիս։ Սարսափելի հոտ է գալիս։ Եվ այդ մարդը մի տեսակ բան է լինում, մոտենում են մի տեղ, ասում է դու ասել ես որ Աստված ինձ կների։ Այո, ասում է ես ասել եմ։ Եվ բացում է մի փոս, խորունկ փոս։ Այդ փոսի վրային վերցնում է ինչ որ մեծ գլորակ բան եւ ասում այդ գարշահոտությունը ուղակի բերանից եկավ երեսից ու ես չէի կարողանում այդ կողմ դառնալ։ Ասում է նայիր ու երբ որ փոսի մեջ է նայում տեսնում է հոտած
վերջացած, մեռած մարմիններ, մարդկային մարմիններ։ Նայում ես, ասում է, այն նրանց բոլորին ես եմ սպանել, այդ մարդը։ Քո Աստվածը, որի մասին դու պատմում ես, իրապես ինձ կարող է ներելու։ Նա մի պահ այդ հոտից, այդ դաժանությունը տեսնելուց մի պահ երկմտում է, բայց Սուրբ Հոգին նրան օգնության է հասնում եւ ասում է. այո, կարող է ներել։ Եվ հիմա Աստված քեզ կայցելի ու ցույց կտա, որ քեզ ներում է քո բոլոր հանցանքները, այն մարդկանց, որոնց սպանել ես։ Եվ Աստծո Հոգին իջնում է այդ մարդու վրա, նա ծունկի է գալիս եւ արցունքներով ընդունում է Քրիստոսի ներումը։ Դու այսօր նույնպես կարող ես ընդունել Քրիստոսի ներումը։ Պատրաստիր քո սիրտը, Աստված առատապես ներում է։ Եթե Աստված այդ մարդուն ներել է եւ նա ապագայում լինում է շատ մեծ քարոզիչ եւ երկրներ պտտելով գնում եւ պատմում է իր դաժան սպանությունների մասին եւ Աստծո ողորմածության, սիրո ներումի մասին։ Աստված քեզ ներում է եւ երբ որ ներում է, նա նայեք ինչ է ասում։ Հրաշալի է մեր Աստվածը։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է, հները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Քո կյանքում թող կատարվի Քրիստոսի նորը, հրաշալին, առանց մեղքի ապրելու, ներման պատգամը ընդունիր եւ ապաշխարիր եւ մոտեցիր Աստծուն եւ ասա ինձ հետ։ Բաց քո սրտի պատոհանները, բաց քո սրտի դռները, աչքերդ փակիր եւ խոնարհությամբ արի Աստծո առջև եւ ասա ինձ հետ միասին։ Ես կասեմ ու դու իմ հետևից կրկնիր քո սրտի մեջ, քո ամբողջ սրտով աղոթք արա, որպեսզի Տեր Հիսուսի ներումը եւ շնորհը քո վրա իջնի։ Նայեցեք սիրելիներս։ Հիսուսին խաչեցին եւ Հիսուսը երբեք մեղք չէր գործած։ Նրան խաչում էին, անարգում էին, ծեծում էին։ Եվ նա պատկերացնում եք խաչի վրա ասեց. հայր ներիր նրանց, քանզի որ չեն գիտեր թե ինչ են անում։ Նրա այս աղոթքը Հիսուսի միջև այսօր գործում է, միջև հավիտյան պիտի գործի, որպեսզի մարդկանց սրտերը մաքրվի մեղքի զորությունից։ Ուրեմն եկուր եւ ընդունիր Հիսուսի պատգամը, ներումը, Հայր Աստծո ներումը եւ սերը, եւ դու նոր կյանք կգտնես Քրիստոսի մեջ։ Ասա ինձ հետ. Սիրելի Աստված, ես հավատում եմ քեզ։ Ես հրաժարվում եմ իմ ձևով հավատալուց եւ մոտենում եմ քեզ Քրիստոս Հիսուսով։ Ես կհավատամ, որ դու ինձ կներես։ Ուստի կխնդրեմ քեզի, ները իմ բոլոր մեղքերս, Հայրի։ Տեր Հիսուս, ես կհավատամ, որ դու իմ փոխարեն խաչը ելար։ Ես կհավատամ, որ բոլոր մեղքերս քո վրա վերցուցիր։ Ես կհավատամ, որ դու ինձ ներում ես, Հայր։ Ես կհավատամ, որ դու ինձ ներում ես, Տեր Հիսուս։ Կխնդրեմ, ները ինձ բոլոր մեղքերս, Տեր Հիսուս։ Եվ անունս գրե կյանքի գրքին մեջ։ Ու երբ որ նորից գաս, ինձ հետդ երկինք տանես։ Այս ամենը խնդրեցի Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Հիսուս, եղիր իմ Տերս, եղիր իմ Փրկիչս, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Օրհնված եղեք սիրելիներս, եւ մի վախեցեք, ձեր մեղքերը հիմա ներվեցին, եւ ձեր անունները գրվեց կյանքի գրքի մեջ, հավիտենական կյանքի գրքի մեջ։ Ամեն։ Հիսուսին հանդիպի, իր կյանքում ուրիշ ընկեր չի փնտրի։ Նա ով բռնել է Հիսուսի ձեռքը, գատի աշխարհի
հաճույքն ու մեղքը նա ով ստացել է լերու մերկնային խոնալ կլինի իր մեծ արքային նա ով տեսել է հրաշքներն Աստծո չի կարող ապրել խաբկանքի ներքո նա ում տրվել է այրող սուրբ հոգի արգելված պտուղ երբեք չի փոքի նա ով ծածկված է գարան արյունով տքայլի խիզախ տիրոջ հետքերով նա ով կանչված է տիրոջ անունով ամեն գործի մեջ կլինի պատվով նա ով քաղցած է երկնային խոսքին կանչված կլինի Աստծո խնջույքին Հիսուսին կսպասի յուղի լապտերով Նա ով կանչում է փառքը քեզ Հիսուս երբեք չի կորցնի ոչ հավատ ոչ հույս նա ում ընտրել է մեծ արքո Տերը վայելում է նորա օրանանք ու սերը